Վաղաշապատի համայնքապետի թեկնածու ընդդիմադիր հաղթանակ դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը չի մասնակցել Կիրակի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված մեծ բանավեճին։ Նա նախապես էր հայտարարել չի մասնակցելու իր բառերով աղմկոտ շոուին։ Եվ Խաչատրյանի խոսքով այդ որոշումը ողջունել էին վաղաշապատցիները։ Վաղաշապատցիներն էլ համոզվեցին, որ մենք շոումեններ չենք, շոուների չենք մասնակցելու։ Սևակ Խաչատրյանի տեղեկությամբ բանավեճն ուղիղ եթերում չի եղել, տեղը տեղին մոնտաժվել է։ Ինչ նշանակում մոնտաժվող բանավեճին մասնակցելը։ Մենք ինչքանով կարող ենք վստահ լինել, որ ամեն խոսք տեղեր հասնելու, չէր մոնտաժվելու, խանդվել է։ Մոնտաժված բանավեճից, սակայն դուրս չեն մնացել հաղթանակ դաշինքի ու իր հասցեին մրցակիցների քննադատությունները։ Ծրագրերը հիմնված են։ ԿՊԱ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանը ասել է, թե 2021-ից հետո վաղաշապատում ընդդիմության ձայնը չի լսվել։ Բայց ինքը որտեղից է իմացել լսվելա թե չէ, ինքը ինչ կապ ունեցել Էջմիածնի հետ։ Ինքը եղել է 21 թվականից, եղել է դեկտեմբեր ամսից Խոյ համայնքի ղեկավարը։ Ինքը ինչ գիտի լսվելա թե չի լսվել։ Մենք բազմաթիվ, այսինքն իրենք ընդդիմության ձայն լսելը պատկերացնում են իրանց նման ճղճղալով, գոռալով, առանց պատասխանի արտահայտություններ անելով, Էջմիածնում լավ խոսք կա փողոցներում, բեզաչոտ խոսալով, դրանով են պատկերացնում։ Թեկնածուն Հանրապետություն կուսակցության Մեխակյանից առաջ Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանն է մեղադրանքների տարափ տեղացել ընդդիմադիր թեկնածուի գլխին։ Վերադարձնել բնակչին։ Ավականու Էջմիածին խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը իբր համագործակցել է ԿՊԱ-ական Դիանա Գասպարյանի հետ եւ հիմնականում կողմ է քվեարկել հողեր օտարելու մասին որոշումներին։ Սա փոքր քաղաք է, բոլորս միմյանց ճանաչում ենք։ Մարդը ուզում է ջերմոց կառուցի, հողի կատեգորիան փոխի, սարքի ջերմոց չրանոց։ Այսինքն ավականին ինչ ասի։ Ասի բան, այս նախագիծը, որ ԿՊ-ական քաղաքապետն է ընթերցում, ես դեմ քվեարկեմ, օրինակ Էջմիածնեցի Արմենը թող ջերմոց չսարքի, դա ինչ մոտեցում է։ Բայց այսօր ես ոնց էի մանգալու վաղաշապատցիներին ինչ էի ասելու, որ մարդիկ ինձ հարցնեին, ասեին իմ ջերմոց կառուցելու համար Հարգելի Սևակ, ինչի համար եք դեմ քվեարկել, ինչ պիտի պատասխան տամ իրան։ Խաչատրյանը մանիպուլյացիա է անվանում Հարություն Մկրտչյանի պնդումը, թե ընդդիմադիր Էջմիածին խմբակցությունը մասնավորապես աջակցել է Տերյան փողոցի հողամասերի օտարմանը։ Սևակ Խաչատրյանը բացատրում է, իրենք կողմ են քվեարկել մի նախագծի, որը Էջմիածնի եւ Էջմիածնեցու շահից է բխել, քանի որ հողատարածքը վաճառելով համայնքը կշահեր մեծ եկամուտ։ Բայց թե աճուրդն իրականացնող հանձնաժողովը ինչպես է գործընթացը կազմակերպել, Էջմիածին խմբակցությունը տեղյակ չէ, քանի որ աճուրդային հանձնաժողովում միայն ԿՊԱ-ականներն են։ Խմբակցությունը քաղաքի համար շահավետ գաղափարին է կողմ քվեարկել։ Եվ այն խոսակցությունները, որ այդտեղ պետքա լիներ ստադիոն, պետքա լիներ, չգիտեմ, ինչ որ մարզասրահներ, դա ուղղակի խոսակցություններ են նման բան, ես երբեք չեմ լսել, երբեք մեզ այդպիսի հարց չի ներկայացվել է հարց, որ կա այսպիսի հողատարածք, համայնքի շահերից ելնելով, որպեսզի համայնքին գա մեծ եկամուտներ, նաև ներդրումներ լինի, ես ինքս էլ տեսել եմ, որ դա հենց այդ նպատակը, լավ նպատակ է, քվեարկել եմ կողմ, բայց թե ով է հաղթել, ոնց Աճուրդային հանձնաժողով։ Աճուրդային հանձնաժողովի կազմը կարող են բացել, Աճուրդային հանձնաժողովի անդամներից հարցնել ոնց եղավ այդ ամեն ինչը։ Հաղթանակ դաշինքի թեկնածուն ասում է, հանրային հեռուստաընկերության Prime Time-ին 1 ժամից ավելի իբր բանավիճել են վաղաշապատի քաղաքապետի պաշտոնի համար պայքարողները, բայց վաղաշապատցիների համար կենսական որևէ լուրջ թեմայի շուրջ չեն անդրադարձել։ Ինքը մրցակիցներին այստեղ-այնտեղ սևացնելու փոխարեն նախընտրում է շփվել վաղաշապատցիների հետ, առաջին ձեռքից տեղեկություններ ստանալ նրանց հոգսերի մասին եւ ընտրվելուց հետո լծվել դրանք թեթևացնելու գործին։ Այսօր հաղթանակ դաշինքը Էջմիածնում ապաստանած արցախցիների հետ է։ Մենք արցախցիների հետ կապված բավականին մեծ ծրագրեր ունենք։ Հուզվում է տուն, հայրենի կորցրած այս կինը։ Ինքն իրեն լիարժեք դեռ չի զգում Էջմիածնում։ Նպատակն է, որ դուք ձեզ այնքան լավ զգաք, ինչքան զգացել եք Արցախում, որտեղ երբ որ մենք եկել ենք Արցախ, մենք այնտեղ զգացել ենք մեր տան նման։ Դուք էլ դիտեն զգաք ձեզ, այդ բոլորի սպարտն է, լինեք այս մեր վաղաշապատ համայնքի լիարժեք անդամ։ Հայ երբեք ձեզ չզգաք, որ դուք այս քաղաքից չեք, այս համայնքից չեք։ Եղավ, բոլորը ձեր հետ են։ Բոլորը ձեր հետ են, մայրիկ ջան։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հալուրի համար։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։